Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցով Արթուն ենք քաղաքացիական շարժումը կոնկրետ քայլեր է ձեռնարկել քաղաքական դաշտում ակտիվություն մտցնելով, թեպետ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը Հայոց ցեղասպանության օրը վստահեցրել էր, որ հասունացել է Փաշինյանին փողոցային պայքարով պաշտոնանկ անելու process-ի մեկնարկը, այդուամենայնիվ հավելել էր, որ ինքը չի պատրաստվում գլխավորել այն։ Շարժման անդամներն անգամ ազգային ժողովի որոշման նախագծի տեքստն ու հիմնավորումներն են ներկայացրել, պնդելով, որ վարչապետին անվստահություն հայտնելու հիմքը Փաշինյանի ու իր կաբինետի 2021-26 թվականների կառավարության ծրագրին հակառակ գործելն է։ Փորձագիտական շրջանակները հավանական են համարում նաև, որ այս ամենը դիտի դավադրապաշտական սխեմայի մաս, այսինքն Փաշինյանի իմպիչմենթի թեման բարձրացրել է հենց Փաշինյանը, հաշվարկելով իր պալատականների արձագանքը եւ հավատարմությունը։ Այս պահին քննարկումը ոչ թե պարլամենտի հեռանալու հարցը, այլ վարչապետին հեռացնելու հարցը։ Դա շատ այսինքն մեկ գումարման ընթացքում 5 տարվա ազգային ժողովը կարող է սկզբունքորեն 5 անգամ վարչապետ փոխել։ Այսինքն մի տարի կառավարությունը պաշտոնավարում է, մի տարի հետո արդեն ազգային ժողովը կարող նախաձեռնի վարչապետին անվստահություն։ Վարչապետին փոխում են, նոր վարչապետ է նշանակվում, որպեսզի այս ծրագիրը կատարվի։ Այս տարիներին ինչքանով որ մենք հետևում ենք ԿՊ-ի գործունեությունը, իրանք ոնց որ թե հետևյալ մոտեցում ունեն, որ անկախ դրանից թե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ինչ արդյունքներ է ունենում, ծրագիրը կատարում է թե չի կատարում, լավ է կատարում իր պարտականությունները թե չէ, իրենք իրեն ցուցաբերել են անվերապահ աջակցություն։ Էդգար Ղազարյանի խոսքով իրենք գործը հեշտացրել են, որոշման նախագծի տեքստն են գրել, պատգամավորներին մնում է ավելացնել նոր վարչապետի անունը, ստորագրել այն եւ դնել շրջանառության մեջ։ Քաղաքական գործիչը վստահ է, գործընթացը չի տապալվի, ցախողման ռիսկերը ըստ էության զրոյական են։ Սակայն Փաշինյանին հեռացնելու գործընթացը միայն խորհրդանով չի սահմանափակվի։ Խորհրդանում անվստահության մեկնարկից հետո գործողություններ կսկսվեն նաև փողոցում։ Սիրելի ժողովուրդ, եկել է մեզնից յուրաքանչյուրի պատասխանատվության պահը։ Նիկոլ Փաշինյանն իր վաղ քաղաքական կարիերան սկսել է հենց իմպիչմենտ նախաձեռնությամբ, փորձելով պաշտոնանկանել այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Խորհրդանշական զուգադիպություն է, որ հենց Քոչարյանի կողմնակիցներն են ստանձնել Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը։ Ոչ մի պաշտոնյա չի արդարանալու։ Զարմանալի չէ, որ Հայաստանի ներքաղաքական իրադարձություններով անհանգստացած է նաև հայկական Սփյուռքը։ Աշխարհաքաղաքական կենտրոնները քաղաքական, հասարակական գործիչների փնտրտուքի մեջ են, որոնք կարող են նոր իշխանություն ձևավորել Հայաստանում։ Հասկանալի պատճառներով Ռուսաստանի կառավարող օղակներում նույնպես փորձում են հասկանալ, թե ում վրա կարող են խաղադրույք դնել կամ հայկական քաղաքական դաշտում ում կարող են ակտիվացնել։ Շրջանառվում են տարբեր անուններ։ Շոշափվում է Ռուսաստանում Comedy Club Production-ի հիմնադիր եւ գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանի անունը։ Պատահականություն էր արդյոք, որ նոր Հայաստանում մի շարք առանցքային պաշտոններ զբաղեցնում էին հենց Արթուր Ջանիբեկյանի թիմի նախկին եւ ներկա անդամները։ Մնում է ենթադրել, որ հայտնի գործարարը նաեւ հեռուն գնացող քաղաքական ծրագրեր է մշակում, ուստի մեդիա մագնատի թեկնածությունը հավանական տարբերակ է, թեպետ ինքը Ջանիբեկյանը իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, թե զզվում է քաղաքականությունից եւ կենտրոնացած է բիզնես ոլորտի եւ բարարարության վրա։ Ես Ռուսաստանին հատկապես ներքին քաղաքականության տեսանկյունից փորձում եմ որևիցե կերպ չվերաբերվել եւ թողնել թե ինձ համարում եմ այն մարդկանցից մեկը, որ որևիցե մի անգամ իր մաշկի վրա չի զգացել ձեր ասացի ապացույցը։ Թե ինչի այդպես ստացվել չեմ կարող ասել, բայց ամենայն դեպս չէ որ ես էլ կարողանայի գործել, բայց այդ կորուստը չի տեղի ունեցել այդ ձեր ասած ճանապարհով։ Եկեք մտածենք այս մասին, իսկ ինչ որ մեկի հետ վերանում, մյուսը տեղի չի ունենում։ Սենց կարևոր բաներ գործում։ Դրա համար որպեսզի մեր խոսակցությունը ես միանգամից ասեմ ինչից է ես փախնում, որպեսզի որևիցե կերպ չքաղաքականացնենք, որովհետև ես քաղաքականությունից, տոկից եւ օծից զզվում եմ։ Нет, это первый шаг. Որոշ գիտական շրջանակներում քննարկվում է ռուսաստանցի քաղաքագետ Վանաձորցի 36-ամյա Հենրի Սարդարյանի անունը, նրա կարիերայի նոր փուլի հեռանկարը։ Չի բացառվում, որ նրան պատրաստում են գործնական քաղաքականության ոլորտ տեղափոխել, այն էլ իր պատմական հայրենիքում Հայաստանում։ Սարդարյանը քաղաքական գիտությունների դոկտոր է, ռազմական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ՄԳԻՄՈ-ի կառավարման եւ քաղաքականության ֆակուլտետի դեկան։ 2020 թվականին նա ընտրվել է ՄԱԿ-ի փորձագետների պետական կառավարման կոմիտեում Ռուսաստանի ներկայ
ներկայացուցիչ, ինչը Բաքվում դժգոհության պատճառը դարձել։ Նա նաև Ռուսաստանի Դաշնության հանրային պալատի անդամ է։ Սարդարյանը պարբերաբար մասնակցում է ռուսական հեռուստաալիքներով հեռարձակվող քաղաքական թոք-շոուներին։ Ազգերի ինքնորոշման իրավունքը նպատակ է, ոչ թե սկզբունք։ Սկզբունքները հարկավոր են նպատակին հասնելու համար։ Եվ երբ ասում են, որ տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների հարաբերակցությունը վաղուց արդեն հստակեցված է, զարմանալի է։ Չի կարող տարածքային ամբողջականության սկզբունքը ավելի կարևոր լինել, քան ազգերի ինքնորոշման իրավունքը։ Նախ իրավական տեսանկյունից, ինչպես օրինակ միջազգային իրավունքի հռչակագրով սահմանված է, որ այն պետությունը, որ չի հարգում ազգերի ինքնորոշման իրավունքը, չի կարող հույս ունենալ, թե կհարգվի իր տարածքային ամբողջականության սկզբունքը, եւ այն ազգը, որի ինքնորոշման իրավունքը խախտվում է, իրավունք ունի այլ պետությունների եւ ազգերի աջակցությանը դիմել։ Ազգերի ինքնորոշման իրավունքը կարող է դրսևորվել տարբեր ձևով, սեփական պետությունը ստեղծելով, այլ պետության հետ միավորվելով, այլ պետության միավոր դառնալով, իսկ տարածքային ամբողջականության սկզբունքը միայն մեկ բանի մասին է։ Չի կարող մի պետությունը օկուպացնել մեկ այլ պետության տարածքը եւ ասել, որ դա այսուհետ իրեն է պատկանում։ Դա նոնսենս է։ Սարդարյանը թիրախ է դարձել Բաքվի լրատվամիջոցների համար, որոնք նրա դեմ տեղեկատվական արշավ են ծավալել։ Մի շարք հրապարակումներում նրա անունը սևացվել է բացահայտ զրպարտությամբ եւ կանխակալ մեղադրանքներով, ինչն ակնհայտորեն մատնանշում է քաղաքական դրդապատճառներով հետապնդումը։ Կրեմլը այլ թեկնածուներ ունի, թե ոչ, ի հայտ կգա ոչ հեռավոր ապագայում։ Ռիդա Ղազարյան, Կարիկ Արամյան, TB News։